Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, տեսեք, արդեն քանի օր է հայտարարվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են եւ այլևս վիճելի հարցեր չունեն, բայց դրանից հետո մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը, իբր թե Սյունիքի մասով հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ։ Ինչ խնդիր է հիմա լուծում Ադրբեջանը նման ապատեղեկատվության տարածմամբ, այն բանից հետո, երբ ասել են, որ տեքստը համաձայնեցված է, որևէ խնդիր չունեն։ Եկեք ձեր այդ առաջին նախադասությունը բաժանենք երկու մասի։ Տեքստը համաձայնեցված է եւ վիճելի հարցեր չունեն։ Որ տեքստը համաձայնեցված է ասել են, բայց որ վիճելի հարցեր չունեն, ոչ մեկ բան չի։ Տեքստի շուրջ վիճելի հարցեր։ Տեսեք, ուրեմն եկեք հասկանանք նախ ինչա նշանակում տեքստը համաձայնեցված է, հա։ Ադրբեջանը հայտարարել է, որ տեքստում կար վերջի երկու հոդվածները, որոնց շուրջ համաձայնություն չկար, մեկը խոսքը վերաբերվում է միջազգային դատարաններում բոլոր հայցերի հրաժարումից եւ երկրորդը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին որևէ այլ երրորդ երկրի ուժերի տեղակայումը հանելուն, հա։ Բնականաբար երկուսն էլ Ադրբեջանի պահանջներն են, որովհետեւ երկուսն էլ ձեռնտու չեն Հայաստանի համար։ Հայաստանի հայցերը միջազգային դատարանում հիմնավոր են, իսկ Ադրբեջանինը շինծու։ Իսկ լրիվ ասիմետրիկ է եւ Հայաստանը ձեռնտու չի այդ հայցեր անել։ Մենք տեսանք, որ Երեշեկ Կիրակոսյանը հրաժարական տվեց, բնականաբար դա պայմանավորված էր նրանով, որ նա էլ էր դեմ արհեստականորեն Հայաստանի ձեռքում կարևորագույն կրվաններից մեկից հրաժարվելուն։ Երկրորդը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծին տեղակայված են Եվրոմիության դիտորդները, որոնք բնականաբար ավելի շատ օգտակար են Հայաստանի համար, որովհետեւ նրանք այս ընթացքում ամենայն դեպս ցույց են տվել, որ որոշակի չափով, որոշակի վերապահումները վերքի, բայց որոշակի չափով արտաքին չեզոք, այսպես ասած, դիտորդական ուժ են, որը հնարավորություն է տալիս կանխելու ադրբեջանական սադրանքները, կանխելու Ադրբեջանի էսկալացիաները եւ այլն, որոշակի նորից վերապահումներով շրջանակներով։ Հիմա այդ երկուսին Հայաստանը համաձայնվել է։ Դիմացը ինչպես միշտ ոչ մի բան չստանալով։ Հա, քանի որ պարզ չի թե Ադրբեջանը դրա դիմացին չի հրաժարվում։ Ադրբեջանը նույնիսկ նույն հայցերից մինչև վերջ չի հրաժարվում, որովհետև շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխհատուցի Ադրբեջանի գրած նյութական կորուստները, վերջերս 11 միլիարդ թիվն է ասում, մեկ ավելի մեծ թվեր են ասում, էական չի նույնիսկ։ Ոչ մեկը վնասը չի կարող մինչև վերջ գնահատել, բայց նրանք շարունակում են այդ խոսույթը։ Բայց հիմա տեսեք ինչա տեղ ունենում։ Տարածությունն 1 օր հետո դուք նշեցիք կրակոցների եւ այլնի մասին, որոնք բնականաբար էսկալացիայի հող են նախապատրաստում, բայց տարածությունն 1 օր հետո, երբ որ Բայրամը վարեց այդ հայտարարությունը, միակողմանի արեց։ Ցանկալի էր, որ երկու կողմերը միասին հայտարարեցին։ Հայկական կողմը առաջարկել էր միասին համատեղ հայտարարություն։ Դա ուղղակի եւս հերթական ստորացման ձևն է, որ ասենք հայկական կողմը տեղի տվեց մեր պահանջներին եւ այլն, հա, հասկանալի է։ Հիմա բայց ի՞նչ է տեղում։ Տարածություն 1 օր հետո Բայրամովի շեֆը Ալիևը սկսում է հայտարարել, որ այդտեղ կներեք, այդ տեքստն է համաձայնված, բայց այդ բազմաթիվ նախապայմաններ ունի մեր կողմից ստորագրելու համար։ Ու սկսում է նախապայմանների շարքը, հա, Հայաստանը պետք է զինաթափվի, Հայաստանը պետք է արտահանձնի Արցախյան պատերազմում կրվածներին, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, Հայաստանը պետք է ընդունի 300,000 միֆական, իհարկե այդքան մարդ չկա, միֆական ադրբեջանցիներին, Հայաստանը մեզ պետք է միջանցք տրամադրի եւ այլն։ Ասենք մնում է մեկ էլ ասի, որ բան, մենք մայրաքաղաքը, Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխում ենք Երևան։ Էլ մի որևէ տենց absurd բան ասի, էլի։ Հասկանալի է, որ Ալիևը որևէ ցանկություն չունի խաղաղության ընդհանրապես, որտեղ ինչու է համաձայնվել այդ տեքստի շուրջ։ Ճնշում է եղել, միջազգային ճնշում է եղել։ Որ կողմից։ Հիմնականում եվրոպական կողմից, մեր տվյալներով, եվրոպական տարբեր մայրաքաղաքներից ճնշում է եղել եւ պատահական չի միջած, որ եվրոպական մայրաքաղաքները եւ եվրոպական մի շարք գործիչներ քաղաքական այդպես միանգամից բոբիկացան, ողջևորվեցին ու սկսեցին շնորհավորել բոլորին։ Ինչու է պետք Եվրոպային ճնշել Ալիևին այդ հարցով։ Տեսեք ինչու է խնդիրը։ Եվրոպացիները խոշորագույն պարտություն են կրել վերջերս, հա, նրանից հետո մենք բոլորս ականատես եղանք այդ հայտնի սկանդալային բանակցությունն ու ավելի շուտ պրես կոնֆերենցիային Զելենսկու եւ Տրամփի, հա, եւ դա իհարկե այսբերգի գագաթներ իրականում խորքում նա է, որ Միացյալ Նահանգները ըստ էության որոշակի չափով ձեռքերը լվանում են եվրոպական անվտանգությունից։ Նրանք ասում են ինչքան կարող են շարունակվել, երբ որ ըստ էության 300 միլիոն ամերիկացիները պաշտպանում են 500 միլիոն եվրոպացիներին 150 միլիոն ռուսներից։ Դա абսուրդ է։ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվել է այդ համակարգը, հա, Հյուսիսատլանտյան դաշինքը, որով ամերիկացիները շարունակաբար պաշտպանում են Եվրոպային, ընդ որում դրա մեջ դնում են իրենց տնտեսական ռեսուրսները, իրենց ռազմական տեխնոլոգիաները, իրենց մարդուժը։
ասում են դե կներեք դուք հիմա մեզ այս մեծ եք արդեն եւ մարդուժով եւ տնտեսությամբ կլինի դուք ինքներդ սկսեք ձեզ պաշտպանել ոնց կարող լինի որ ասենք ամերիկյան բանակը ավելի մեծ լինի իր թվականակով քան թե բոլոր եվրոպական բանակները միասին վերցած բացառությամբ Թուրքիայի, հա, բայց Թուրքիան եվրոպական միության մաս չի։ Եվ ոնց կարող լինի, որ ասենք ամերիկյան ռազմական բյուջեն ավելի մեծ լինի, քան թե բոլոր եվրոպական ռազմական բյուջեները իրար հետ միասին վերցած։ Գնացեք ինքներդ ձեզ պաշտպանեք, ինչքան կարող եք մենք ձեզ սուբսիդավորել, այդ մեր ջանից են կդրում, մեր ժողովրդի ջանից են կդրում, բերում ձեզ ենք բանանում։ Ոստի Եվրոպան ինչու է ճնշել Ալիևին։ Եվրոպան մեծ պարտություն է կրել, հա։ Հիմա Եվրոպան փորձում է մեղմացած իր քաղաքական, այսպես ասած, ինքնությունը վերաձևակերպի եւ իրանց պետք է ինչ-որ բաներ արձանագրել, հա, այսպես ասած արտաքին քաղաքական հաջողություններ արձանագրել։ Դրանցից մեկը, այսպես ասած, Կովկասի խաղաղեցումն է, որտեղ նրանք շատ լավ հասկանում են, որ եթե իրան կարողանում են, այսպես ասած, խաղաղության հասնել, ճակերտներով խաղաղության, որտեղ չեն կարող իրական։ Ճակերտներով խաղաղության հասնել, դա իրենց հնարավորություն է տալիս ըստեղ ավելացնել իրանց ազդեցությունը եւ շարունակել Ռուսաստանի դուրս մղման process-ը։ Դուք մի այսպիսի ձևակերպում օգտագործեցիք Հայաստանը համաձայնել է այդ խաղաղության պայմանագրի տեքստին, դիմացը ոչինչ չստանալով։ Ով ասում է, որ Հայաստանը ոչինչ չի ստանում, այդ մարդկանց իշխանությունից ասում են հիշեք, որ ինչ մենք ենք ստանում, նույնը ստանում է նաև Ադրբեջանը, որովհետև բոլոր կետերը երկկողմանի համաձայնեցված են։ Հիմա ուզում եմ սրան անդրադառնանք։ Այդ ինչպես է ստացվում, որ խոսքը երկկողմանի համաձայնության մասին է, Ալիևը ստանում է, Փաշինյանը չի ստանում։ Ես մեղմ ասած ասեմ հետևյալը, այս իշխանությունը, քանի որ պրոֆեսիոնալ ստախոսների իշխանությունն է, իրանց փաստարկներին պետք է ընդհանրապես լուրջ անդրադառնալ կամ դրանք վերլուծել։ Ասենք օրինակ ինչ է ստանում Ալիևը։ Ալիևը ստանում է Արցախը ամբողջովին այս խաղաղության պայմանագրով։ Իսկ մենք ինչ ենք ստանում։ Նախիջևանն ենք ստանում դիմացը։ Թե Գյանջանն ենք ստանում։ Որ մեր վրա չի պատերազմի։ Ներողություն։ Պատերազմով չի գա, մեր տարածքները չի գրավի։ Մենք էլ չենք պատերազմի։ Այդ կներեք, դա հիմարություն է։ Դա ըստ էության այս իշխանության թեզը հետևյալն է։ Արցախ խաղաղություն Արցախի դիմաց կամ Արցախ խաղաղության դիմաց։ Հիմարագույն թեզ է, որովհետև դու այդ դեպքում հանձնում ես ամբողջ Արցախը, որի նկատմամբ մենք լրջագույն իրավունք ունենք, քանի որ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ էր դարձել ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում։ Արցախի բնակչությունը եւս միջազգային իրավունքի սուբյեկտ էր։ Նրա շահերը հաշվի են առնված, դրա շուրջը մադրիդյան սկզբունքներ են ձևավորված։ Գրված էր, որ վերջնական լուծումը պետք է լինի Արցախի ժողովրդի, նաեւ ադրբեջանական հատվածի, բայց դա 20%-ներ ընդհանուր խաղաղ կամ արտահայտության միջոցով են։ Ինքնասում եթե խոսում ենք Արցախի մասին, դա նշանակում է Հայաստանի սահմաններին մշտապես պատերազմ։ Ներողություն, չէ, դա բոլորովին էլ այդպես չի, որովհետև Արցախը առանձին սուբյեկտ էր։ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ճանաչել փոխադարձ սահմանը, բայց միևնույն ժամանակ ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ով ասում է, Արցախի նկատմամբ Հայաստանը կարող հավակնություն չներկայացնի, որովհետև Արցախը արդեն ձևակերպված էր որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Արցախի ժողովրդի կամ արտահայտությամբ։ Հիմա այս իշխանությունը դրանից հրաժարվել է, դիմաց ինչ է ստացել։ Կարո՞ղ ինձ բացատրեք, ինչ է ստացել, թույլենք բացատրել ինչ է ստացել։ Ասում են Ադրբեջանը մեր վրա չի հարձակվելու, մենք էլ Ադրբեջանի վրա չենք հարձակվելու։ Ադրբեջանը մեր վրա հարձակվել է, այդ ընդհանրապես ասած կեղծ գործոն է։ Եկեք մի հատ Ադրբեջանից խոսենք, էլի դրա։ Վերջին ընդհանրապես ասած զարգացումներ ասեմ Ադրբեջանի։ Ադրբեջանը 10 տարի է տնտեսական աճ չունի։ 10 տարի է տնտեսական աճ չունի։ Դա փաստ է։ Բավական է մտնել Ադրբեջանի պետական վիճակագրության մեջ ու տեսնել, որ Ադրբեջանը 10 տարի է տնտեսական աճ չունի։ Ադրբեջանում մի մարդու հաշվով բարեկեցությունը հիմա էապես իջում է Հայաստանին։ Բայց դա չի խանգարում, որ ինքը անընդհատ իր սպառազինությունների համար հատկացվող գումար ավելացնի, պարոն Չալաբյան։ Ներողություն, եկեք էլի փաստերով խոսանք։ Ուրեմն 10 տարի առաջ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3.5 միլիարդ դոլար էր, հիմա 5 միլիարդ դոլար է։ Աճել է 40%-ով։ Հայաստանի ռազմական բյուջեն 400 միլիոն դոլար էր, հիմա 1 միլիարդ 700 միլիոն դոլար աճել է 4 անգամ։ Ադրբեջանը 40%-ով, մերը 4 անգամ։ Մենք աշճանաբար այդ տարբերությունը կրճատում ենք։ Այդ փաստ է։ Ես ըստ թվերով եմ խոսում։ Հերիք այդ մանիպուլյացիան անել, որ Ադրբեջանը ամենազոր է, Ադրբեջանը ամենազոր չի։ Ադրբեջանը երկիր է, որը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։ Խորագույն տնտեսական ստագնացիա է։ Երկրում բռնապետություն է, ժողովուրդը մասսայական արտագաղթի է ենթարկվում։ Երկրում երաշտը արդեն քանի տարի է ջուրը չի երիքում։ Այս Ադրբեջանը ինչի ուզում Սևանը գրավի, ինչի ուզում Սևանի ապտուզ գա։ Գիտեք ինչի համար, որովհետև ուզում է Սևանի ջուրը տանի Ադրբեջան։ Արցախի գրավումը Ադրբեջանին հնարավորություն տվեց միանգամից 30%-ով ավելացնել սեփական ջրային ռեսուրսները։ Ադրբեջանի համար դա կրիտիկական է, որովհետև գյուղերը առանց ջուր են մնացել։ Մարդիկ գյուղերից արտագաղթում են, իսկ արտագաղթելուց թողից երկրից գնում են։ Ուրիշ փաստ ես ասեմ, ընդհանրապես մինչև դուք ինձ կպատասխանեք։ Դժվար չի ստուգել, կարող եք մտնել էլի Ադրբեջանի պետական վիճակագրության։ Ուրեմն 2018 թվականին Ադրբեջանում ծնվել է 140,000 երեխա։
2024 թվականին դրանից 6 տարի հետո ծնվել է 102,000 երեխա։ 30%-ի անկում է տեղ ունեցել ծնելիության։ Այդ նույն հատվածում, այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում ծնելիության անկումը եղել է 8%, Ադրբեջանում 30%։ Միևնույնն է, բալանս ահավոր խախտված է, պարոն Չալաբյան։ Ներողություն, էլի մի բան ձեզ ասեմ, երբ որ դուք խոսում եք բալանսը խախտվելու մասին, մի հատ վերցեք բալանս օրինակ Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ։ Բալանս Իսրայելի Եգիպտոսի միջեւ։ Իսրայելը ունի ընդամենը 9 միլիոն բնակչություն, որից 7 միլիոնն է հələ, Եգիպտոսը ունի 100 միլիոն բնակչություն։ Եվ Իսրայելը հաղթած պետություն է։ Ինչի մասին է խոսքը։ Նույնիսկ եմ դες ասում, եթե մի երկիր սեփական ժողովրդին չի կարող պահի, եթե այդ երկրում Արցախյան պատերազմում կռվածները անընդհատ դուրս են գալիս փողոց, որովհետև նրանց ընդամենը $50 թոշակ է տալի Ադրբեջանի պետությունը։ Եթե այդ կարգի խնդիրներ ա, դե ինչ բալանսի մասն է խոսքը։ Դա այդ նույնիսկ եմ դες ասում, այս իշխանության անընդհատ տարածված նարատիվն է, որ Ադրբեջանը ամենազոր է։ Արցախյան նախորդ պատերազմում 44 օրյա պատերազմ կրված ցանկացած մարդ գիտի, որ այդ պատերազմը հողի վրա պարտված չէր։ Որ եթե մենք շարունակեինք կռվել, Ադրբեջանը պարտվել էր։ Հիմա անընդհատ մեզ փորձում են համոզել։ Ուրիշ բան ձեզ ասեմ։ Մենք այս տարիների ընթացքում 20 թվականից ի վեր մոտ 5000 կորուստ ենք տվել։ Գիտեք Ադրբեջանի կորուստը ինչքան է։ Ինչքան Ադրբեջան։ Ադրբեջանը 18000 կորուստ է տվել այս ընթացքում։ Հարձակվող կողմներ բնականաբար բնական չի դա, հարձակող չէ, դա բնական չի։ Եվ հետո երբ խոսում ենք Ադրբեջանի մասին, պարոն Չալաբյան, խոսենք նաև Թուրքիայի մասին։ Չէ, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, նրանք ունեն Շուշիի հռչակագիր իրար հետ ստորագրած։ Ներողություն, իսկ ինչ մենք դաշնակիցներ չունենք, Ռուսաստան չկար, Իրան չկար, Հնդկաստան չկար։ Մենակ Թուրքիան է ասում։ Կա։ Ինչ։ Դաշնակից կա։ Փաշինյանը չունի, իսկ Հայաստանը ունի։ Տարբեր բաներ են։ Փաշինյանը չունի դաշնակից, որովհետև մսխել է դաշնակցային ռեսուրսը, իսկ Հայաստանը ունի։ Դաշնակիցների հետ կապված, տեսեք, խաղաղության պայմանագրի այս համաձայնեցված տեքստով Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժի զինված ներկայություն պետք է չլինի։ Պարոն Չալաբյան, ինչ է սա նշանակում։ Դնում ենք մի կողմ Եվրամիության դիտորդների հարցը կհանեն նրանց չեն հանի, կտեղափոխեն ավելի խորք, հա։ Արդյոք սրանով Ադրբեջանը չի սահմանափակելու, որ հնարավոր պատերազմի ժամանակ Հայաստանը չկարողանա օրինակ օգնություն խնդրել Ռուսաստանից, օգնություն խնդրել Իրանից։ Հերական նպատակը սա է, չէ՞։ Այո, իհարկե։ Այո, տվյալ դեպքում լրիվ համաձայն եմ ձեր հետ։ Հերական նպատակը Ադրբեջան ուրիշ բան էլ ասում, ամենաաբսուրդային պնդումն անում, ասում է Հայաստանի սահմաններին հիմա ամրաշինություններ են կառուցվում, որոնք պետք է քանդեք, որոնց նպատակը Ադրբեջանի վրա հարձակումն է։ Եվ նաև ապա ռազմականացված գոտի ուզում, դա որ ավելի աբսուրդ պնդում դժվար է պատկերացնել, որովհետև ամրաշինությունը սահմանման պաշտպանական նպատակ ունի։ Ամրաշինությունից ո՞նց կարաս հարձակվես, դու սարքես ընդհակառակը պաշտպանվելու համար։ Հիմա Ադրբեջանը այն աշճան լկտիության է հասել, քանի որ հասկանում է, որ դիմացը թույլ իշխանություն է։ Իսկ ինչա թույլ իշխանություն, եկեք հասկանանք, էլի դա մենակ նրանում չի, որ Փաշինյանը ընդհանրապես ասած ամեն ինչով թույլ ղեկավար է։ Դա արդեն ապացուցված է։ Խնդիրը հետևյալն է։ Փաշինյանին ամեն գնով այդ խաղաղության պայմանագիրը պետք է։ Որովհետև ինչի որ գնահատության 26-ին։ Այո, որովհետև դա նրա վերարտադրության բանալին է, իր պատկերացումը։ Այսինքն Ալիև Փաշինյան սինխրոն աշխատանք ենք մենք հիմա տեսնում։ Չէ, չենք տեսնում, տեսեք ինչու՞մ է խնդիրը։ Ալիևը օգնում է, որ Փաշինյանը վերընտրվի։ Չէ, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Ինչու՞։ Որովհետև ինձ թվում է Ալիևը կորցրել է իրականության զգացումը, նա փորձում է այս նախընտրական տարում Փաշինյանից մաքսիմում կորզի խաղաղության պայմանագիրը ստորագրելու դեմ։ Փորձում է մաքսիմում կորզի։ Այսինքն ասում է հետևելը, քեզ պետք է այս խաղաղության պայմանագիրը ընտրությունների գնալու։ Հա, պետք է Փաշինյանին շատ։ Իրան այդ պետք չի, որովհետև ինքը ընտրությունների չի գնում։ Ինքը ցմա դիկտատոր է, ոչ թե ցմա։ Ինքը իր երախուն է ժառանգելու, ինքը հասկանալ է, որ արխայական բան է, տոհմ է Ադրբեջանում, էլ ես չեմ զարմանա, որ իրենք սահմանադրությունը փոխեն օրինակ Սաուդյան Արաբիայի կամ ասենք Էմիրությունների պես արխայություն դառնան, միապետություն դառնան, էլի։ Արխային մարդիկ արդեն 30 տարուց ավելի երկիր են կառավարում, չհաշված սովետական ժամանակը, հա։ Հիմա տեսեք, իրան դրա համար այդ խաղաղության պայմանագիրը ընդհանրապես պետք չի։ Ինքը գիտի, որ այդ թղթի կտորը, որը ընդհանրապես խաղաղության հետ էլ կապ չունի, ընդհանրապես պատրանք է, վիզուալ պատրանք է, պետք է Փաշինյանի, որ գրա ընտրությունների, ասի Ժորժ ջան, տեսեք, ես վերջապես խաղաղություն եմ բերել, որը կարող մի օր ընտրությունից մի օր հետո խախտվի։ Մենք տեսանք Երևանի ընտրություններից հետո ոնց տարածորեն 2 օր հետո Ալիևը հարձակում սկսեց Արցախի վրա, չէ՞։ Հատուկ սպասել էր։ Փաշինյանն ու Ալիևին իրար հետ պայմանավորվել էին, որ հատուկ սպասեր Երևանում ընտրություններ լինեն, սրանք կարողանային վերարտադրվեին, դրանից հետո սկսեց Արցախում։ Այսինքն իրենք նույն ծրագիրը հիմա գործարկում են համապետական մակարդակում։ Այո, փորձում են գործարկել եւ ես չեմ զարմանա, որ օրինակ Գյումրի ընտրությունից հետո անմիջապես ասենք էլի ռազմական էսկալացիա տեղ ունենա եւ այլն։ Չեմ զարմանա, որ իրար հետ պայմանավորված են, որ ասում են լավ էլի սպասի Գյումրի ընտրությունները հորով անեն, դրանից հետո մի բան կանես։ Հիմա, բայց խնդիրը հետեւելն է։ Ալիևը այս իր անկշտության մեջ չի գիտակցում մի հատ շատ կարևոր բան։ Իրան թվում է Հայաստանը Ադրբեջանը ինքը չի հասկանում, որ Հայաստանում օրինակ
Սահմանադրությունը հարակվեվ է փոխում։ Հարակվեվ է փոխում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է կգնանք նոր սահմանադրության հարակվեյով։ Ներողություն, սիրելի աղավնի։ Ուրեմն հարակվեն մեր սահմանադրության համաձայն, որպեսզի կայացած լինի, գրանցված ընտրողների 25%-ը պետք է գա ու քվեարկի։ Էդ է։ Ու սահմանադրության պահանջն։ Նիկոլ Փաշինյանը ասում է կգա կքվեարկեք նոր սահմանադրություն, խաղաղություն, ժողովուրդը կգնա կքվեարկի իրենց հավատացողների իհարկե։ Խնդրում եմ ժողովրդի անունից չխոսաս։ Իրենց հավատացողները։ Խնդրում եմ, ոչ դու ժողովրդի անունից խոսաս, ոչ Փաշինյանը։ Փաշինյանը ընդհանրապես ժողովրդի աջակցությունը կորցրել է, ընդհանրապես ժողովրդի աջակցությունը։ Բա որ կորցրել են չէ՞ իր տեղում նստած միջև հիմա։ Որովհետև ընտրված է 5 տարով, որտեղ ընտրված է 5 տարով։ Կներես, էդ էլ պետք է հասկանալ մեր իրավական համակարգը։ Իմիջիայլ ձեզ ասեմ, շատերն են ինձ ասում են դե որ ժողովրդի աջակցությունը կորցրել է, խիր այն չեք գցում։ Ասում ենք ոնց գցենք, կարեք բացատրել։ Իդեպ օգտվեմ առիթից, որ ձեր հետ խոսում եմ եւ դիմեմ Փաշինյանին աջակիցներին։ Դուք պետք է հասկանաք, Փաշինյանը չի վերարտադրվելու։ Դրա համար ինչքան հնարավոր է շուտ դուք իրան անվստահություն հայտնեք։ Եթե դուք իրան անվստահություն հայտնեք, դուք կարող եք ապագա Հայաստանում ձեր համար տեղ ունենալ, որովհետև եթե դուք այդ չանեք հիմա եւ Փաշինյանը ասենք ընտրություններով կամ պատերազմով եւ այլնով հեռանա, կներեք Փաշինյանը նստելու ինչ-որ մի հատ ինքնաթիռ Ասադի պես ու փախնի գնա Հայաստանից, իսկ դուք ինչ եք անելու, մի հատ մտածեք։ Ինչ եք անելու Փաշինյանի փախուստից հետո։ Իսկ այն որ Փաշինյանը փախնելու է, մեծ հավանականությամբ տեղ ունենալու, որովհետև Ալիևը չգիտակցելով նաեւ Փաշինյանի իրական սահմանափակումները այնպես է նրան անկյուն մցրել հիմա, որ Փաշինյանը սահմանափակում, պարոն Չալաբյան։ Բացատրեցի ձեզ, աղավին ջան, չէ՞։ Սահմանափակում ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում։ Ունի խորհրդարանում մեծամասնություն։ Ինչ որ դե այդպես ասում եք, այս 5 տարին դիմությունը ասում է առայժմ Նիկոլ Փաշինյանը ունի մեծամասնություն։ Ինչ օրենք ուզի նույն րոպեին ընդունում փոխում է։ Ինչ խնդիր ունի ինքը։ Աղավին ջան, ամբողջ այս ընթացքում Փաշինյանը ոչ մի անգամ հարակվեի չի գնացել, ավելին ձեզ ասեմ։ Մի անգամ նա հանրակրվեա հայտարարել եւ չեղարկել է, դա էլ ձեզ հիշեցնեմ։ Կովիդը ոչ մի կապ չուներ, հանրակրվեն չեղարկել է, որտեղ Փաշինյանը գիտի, որ հանրակրվի չի կարող հաղթի, որովհետեւ ի վերջո պետք է հասկանալ, որpիսի հանրակրվեն կայացած լինի, ընտրողների 25%-ը գրանցված ընտրողների պետք է գա եւ քվեարկի կողմ այդ հանրակրվեին դրած հարցին։ Դա այսօրվա Հայաստանում անհնար է, չի գալու այդքան մարդ։ Փաշինյանը, որ իրան սպանի էլ կոտորի, չի կարողանալու բերել։ Լավ, հանրակրվեով չի կարողանա նոր սահմանադրություն ընդունել, բայց Նիկոլ Փաշինյանը իր ձեռքը ունի մի հատ շատ կարևոր գործիք։ Օրենքը փոխեցին, Փաշինյանին տվեցին լիազորություն, որ ընտրությունների ժամանակ երկրում կարողանա որոշի եւ մտցնի արտակարգ կամ ռազմական դրություն։ Պարոն Չալաբյան, ընտրություններ են։ Փաշինյանը տեսնում է, որ իր գործերը վատ են, Ալիևին ասում է սահմանին էսկալացիա գեներացրեք, երկրում մտնում է արտակարգ կամ ռազմական դրություն, ցանկացած ընտրության արդյունք չեղարկվում է, Փաշինյանը Ալիևի նման մնում է հավերժ։ Արտակարգ դրությունը նախ ժամկետ ունի, իրան հնարավոր չի հավերժ մտցնել։ Դուք օրինակ ասում եք, ինչ որ արել է Զելենսկին Ուկրաինայում։ Այդ հենց արել, մրցրել է ռազմական դրություն, ու պահում է շատ երկար։ Ռազմական դրության պայմաններում ընտրություն չեն կանում։ Հիմա Զելենսկին իր այսպես ասած արևին վերցրել է ռազմական դրությունա մցրել, ասում է մեր սահմանադրությամբ կարամ շարունակեմ կառավարել, չէ։ Գնում ասենք նույն Թրամփի հետ բանակցություն, Թրամփ ասում է այնգեր։ Հիմա զինադադար կկնքենք քո համար։ Ռազմական դրությունը զինադադար կկնքենք, կհամոզենք Պուտինին, որ զինադադար կնքի։ Այդ զինադադարն էլ կերկարացնենք ու կգնաս ընտրությունների դրանից հետո։ Ինչքան ձեռդ կրակնենք, անգելի վերջում մենք ուզում ենք հասկանանք, Ուկրաինայի ժողովուրդը ուզում է պատերազմը շարունակի, ոնց որ դու ես ուզում, թե չի ուզում։ Նույնը Փաշինյանը դա արտակարգ դրություն կմցնի, ամիս արտակարգ դրություն կլինի, 2 ամիս, բա հետո ինչ անի։ Ով է ասելու Նիկոլ Փաշինյանին, այ ընկեր կգնաս ընտրությունների, ձեռքը թո կրակը չի ընկել։ Աղավնի ջան, վստահեցնում եմ ձեզ, որ ասողը դրսից էլ կլինի, ներսից էլ կլինի, հնարավոր չի իշխանությունը անverջ ձգել, երբ որ դու երկրի ներսից աջակցություն չունես։ Ալիևի դեպքը մի քիչ ուրիշ է, ընդ բռնապետությունն է, ընդ ինքը իրան ամեն ինչ ենթարկել է։ Հələ մի հատ այստեղ նայեք, էլի ենթարկվում են մարդիկ Փաշինյանին։ Փողոցներում մարդիկ Փաշինյանին, մենք մտնում մարդկանց, ասենք հարցախույզ ենք անում, դուրս են գալիս փողոց։ Ստիպված ենք այն հայոյանքը, որը հնչում է Փաշինյանի, հասցեն ուղղակի ցույց չտալ, հասկանում եք, ստիպված ենք այն բարեկիրթ մասը միայն ցույց տալ, որը իդեպ եւս կոշտ քննադատական նաև այլն հայոյանքը ցույց չտանք։ Համատարած է դարել։ Ոնց ես դու երկրում կառավարելու, եթե մարդիկ քեզ ատում են։ Ամենապարզ բաները ձեզ ասում եմ, հիմա ասենք Գյումրի ընտրություններին մնացել է շատ կարճ ժամանակ, եկեք սպասենք այդ արդյունքներին։ Մենք էլ առավելից գիտեք դիտորդական առաքելություն ենք իրականացնում եւ միջամտելու կամ որևէ կողմնակալության իրավունք չենք։ Սպասենք արդյունքներին, որտեղ դուք անընդհատ պնդում եք, որ գործող իշխանությունը հնարավորություն ունի ընտրություններով անverջ վերարտադրելու։
Եկեք սպասենք այդ ընտրությունները, տեսնենք վերարտադրվում է թե չի վերարտադրվում։ Եթե պարզվեց որ վերարտադրվում է, ուրեմն դուք եք ճիշտ, էլ ձեր մոտ հարցազրույցի չեմ գա։ Եթե պարզվեց որ չի վերարտադրվում, ուրեմն ես եմ ճիշտ։ Այսինքն նշանակում է որ իշխան ընտրություններով հնարավոր է իսկապես իշխանության կոնֆիգուրացիան փոխել։ Այդ վաղ կհրավիրեք ինձ հարցազրույցի, կասեմ հաջորդ ինչ ա լինելու։ Դուք նկատի ունեք Գյումրիում ընտրության արդյունքը նաև համապետական մակարդակով իրավիճակ է փոխելու։ Չէ, տեսեք, նորից Հայաստանում կա մտայնություն, իմ կարծիքով ծայրահեղ թյուր մտայնություն, բայց որը բազմաթիվ աջակիցներ ունի, որոնք ասում են Հայաստանում հնարավոր չի ընտրություններով իշխանություն փոխել։ Ես էլ ասում եմ, գիտեք ինչ, եթե եվրոպական տրամաբանությամբ ուղակի գնաց ընտրությունների, փուչիկներ, ծաղիկներ բաժանես, երեխեք գրկես, բուկլետներ բաժանես, ժողովրդին հա չես փոխի, բայց իրականում քաղաքական պայքար կա դրա հիմքում, ու շատ լուրջ քաղաքական պայքար։ Եվ քաղաքական պայքարը ի վերջո ամրագրվում է ընտրությունների արդյունքներով։ Պարզապես ընտրություններով հնարավոր չի, բայց եթե լուրջ քաղաքական պայքար կա, նա բերելով ընտրական արդյունքի։ Ասում եմ, եկեք սպասենք, տեսնենք, ես Գյումրիում էի հանգստանորեն, երբ որ քարոզարշավը սկսեց, մենք էլ այնտեղ դիտորդական գրասենյակ ենք բացել Հայաքվեն, հա։ Ես այնտեղ ես տեսա, որ շատ լուրջ է քաղաքական պայքարը քաղաքում։ Բազմաթիվ թիմեր են ներգրաված, բազմաթիվ, հա, եւ իշխանության կողմից, եւ ընդդիմության կողմից, բազմաթիվ թիմեր ներգրաված, շատ լուրջ է պայքարը։ Եկեք սպասենք, տեսնենք դրա արդյունքներին, իսկ եւ լուրջ եմ ասում։ Ըստ այդմ մեր հետագա դատողությունները կառուցենք։ Երբ դուք ասում եք Գյումրիում լուրջ քաղաքական պայքար կա, դուք նաև Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համատեքստում տեսնում եք լուրջ քաղաքական պայքար։ Տեսեք, ոչ թե Գյումրիում, այլ ընդհանրապես Հայաստանում, այո, կա լուրջ քաղաքական պայքար այդ ուղղությամբ։ Ես մի քանի փաստ ասեմ, այն փաստերը, որոնց մենք ենք տիրապետում։ Ուրեմն ասել եմ մի անգամ ձեր եթերում, որ մենք պարբերական սոցիոլոգիական հարցումներ ենք կատարում։ 3 ամսվա պարբերականությամբ նախորդ սոցիոլոգիական հարցումը կատարվել է 24 թվականի հոկտեմբեր ամսին, այս վերջի սոցիոլոգիական հարցումը կատարվել է 25 թվականի փետրվարին։ Մեր սեփական սոցիոլոգիական թիմի կողմից, որին ես հակված եմ վստահելու, ամենակարևորը որ ժամանակի ընթացքում տրենդը ըստ էության բավական հասկանալի է, հա, առանձին վերցած արդյունքները, թվերը եւ այլն միշտ որոշակի ճշգրտության հարց ունեն եւ սոցիոլոգները դա ընդունում են, հա, սխալմունքի գործակից կա եւ այլն։ Բայց տրենդը կարևոր է։ Տրենդը ձեզ ասեմ ամենապարադոքսալ բանը, բայց մյուս կողմից նաև ակնհայտ։ Նույնիսկ Փաշինյանը 4 ամսվա ընթացքում իր վարկանիշի կեսը կորցրել է։ Դա աբսուրդ, պարադոքսային արդյունք է։ Որքան է աճել ընդդիմության վարկանիշը։ Ամբողջը գնացել ընդդիմությանը։ Ամբողջը գնացել ընդդիմությանը։ Էդ էլ ձեզ հետաքրքիր բան ձեզ ասեմ։ Ամբողջապես գնա, իհարկե ընդդիմությունը խայտաբղետ է, շատ խայտաբղետ է, ով ասես մեջը կա։ Ով ասես, այսինքն գիտեք ոնց է, կա Փաշինյանը հիմա շարունակում է առաջին տեղում մնալ, բայց շատ ավելի փոքր վարկանիշով, ու դրանից հետո ասենք առնվազն տարբեր 20 հատ քաղաքական ուժեր եւ անհատներ կան, նաեւ անհատներ։ Քաղաքական ուժեր եւ անհատներ, որոնք որոշակի վարկանիշ են ձեռք բերել այդ ընթացքում։ Կամ ունեին ավելացրել են, կամ 0 էին հոկտեմբերին, ձեռք են բերել եւ այլն։ Պրակտիկորեն ամբողջ Փաշինյանի վարկանիշը գնացել է ընդդիմության։ Օրինակ Արամ Զավենի Սարգսյանին ոչ մի չի գնացել։ Ոնց որ կար այնպես էլ մնացել է, եւ ես ենթադրում եմ որ անկում կապրի, որովհետեւ այս ամբողջ Եվրոպայի կոչված այս ասես խափայությունը հիմա իդերև է դուրս գալու։ Հա։ Բայց ամբողջ վարկանիշը գնացել է ընդդիմությանը եւ հիմա խնդիրը մենք նախորդ անգամ ձեր հետ խոսացել ենք։ Դա ընդդիմության ներսում որոշակի կոնսոլիդացիան է, մանավանդ նոր թարմ ուժերի, որտեղ հասարակություն, գիտեք ինչ է հասարակություն ասում։ Մարդիկ որ հարցում ես ում եք ուզում ընտրեք, ասում են նոր քաղաքական ուժի, ասում են ու կապ չունի, այնքան որ նոր քաղաքական պատասխան։ Այդպիսի պատասխան ունենք։ Չէ, չեմ ասում որ բոլորն են այդպես ասում։ Մեկը մեկի անունն է տալի, մեկը մյուսի, բայց ինչ որ հատված կա, ասում են մենք ուզում ենք նոր քաղաքական ուժ։ Այսինքն մարդկանց մոտ կա որոշակի սպասում, մարդկանց որոշակի հատվածի։ Տվեք մեզ նոր քաղաքական ուժ, որը նախկին սխալների համար պատասխանատվություն չի կրում։ Պես էս մի փոքր երկրում հնարավոր չի, պարոն Չալաբյան։ Հնարավոր է, շատ է լավ հնարավոր է։ Մենք էլ հիմա ասեմ ձեզ նաև զբաղվում ենք նրանով, որպեսզի այդպիսի նոր քաղաքական ուժ կոնսոլիդացնենք, ձևավորենք, հասարակության հետ առաջարկ անենք, որտեղ իսկապես հասարակությունը սպասելիք ունի։ Եվ ինքը կգնա ընտրությունների, իդեպ ես ձեզ ասեմ, շատ հետաքրքիր բան է, տեսեք։ Նույն Գյումրիում համապետական ընտրություններին 21 թվականին մասնակցել է 43000 ընտրող։ Իսկ դրանից հետո քաղաքային ավականու ընտրություններին 30000-ից պակաս, եթե չեմ սխալվում 26 կամ 27000 մասնակցել։ Բավական մեծ տարբերություն է։ Հիմա տեսեք, սպասենք Գյումրի ընտրություններին, տեսնենք ինչքան է լինելու մասնակցությունը։ Եթե մասնակցությունը բարձր լինի, եթե այդտեղից երկու բան է հետևում։ Ա ընդհանուր քաղաքական ակտիվությունը բարձրացել է հասարակության մեջ։
եւ նույնիսկ տեղական ընտրություններին մեծ ակտիվություն կա։ Եվ երկրորդը, այն որոնտեղ 9 քաղաքական թիմ են մասնակցում, վերելա նրան, որ դա քաղաքական ակտիվությունը ընդհանուր առմամբ խթանել է, ինչի որտեղ ինչքան ավելի շատ տեխնացու կա։ Այնքան ավելի շատ մարդ է հետաքրքրված գնալ ընտրությունների։ Պայմանականորեն ասած իրանք X-ին չեն սիրում, բայց Y-ը իրանց համար գրավիչ է։ Եթե Y-ը չի մասնակցում ընտրություններին, իրենք չեն գնում։ Մասնակցում գնում են։ Հիմա Գյումրիում կոնկրետ եմ ձեզ ասում, 9 իհարկե 9 չի կարելի ռեալ համարել, որովհետև որոշ տեխնացուներ մեղմ ասած մասնակցում են հավուր պատճառելու համար, այո։ Հավուր պատճառ, հա, ոչ մեկի անունը չտամ, բայց զգացվում է ովքեր են այնտեղ ընտրաշավի աուտսայդերները։ Բայց եթե հիմա համապետական ընտրություններին, ասենք 10 ուժ մասնակցի, լուրջ 10 ուժ, կոնսոլիդացված ուժ, դա վատ է թե լավ է, իմ կարծիքով լավ է, ինչի որովհետև դա ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը կբարձրացնի։ Դա կբերի նրան, որ հասարակության տարբեր շերտերը, իսկ մեր հասարակությունը շատ է ֆրագմենտացված, տարբեր շերտերը կտեսնեն իրենց, այսպես ասած, շահերի իրական արտահայտողին եւ կգնան այդ ընտրության հետևից։ Համար պետք չէ ամեն ինչը թերագնալ։ Դուք դա ասում եք, եթե նորմալ սովորական քաղաքական իրավիճակ է, հա, 10 ուժ թող գնան մասնակցեն ընտրություններին, բայց երբ մի կողմից այդ բոլոր 10 ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի լինելիությունը դրված է հարվածի տակ, արդյոք ճիշտ է 10 ուժով գնալը։ 10-ը վերացական եմ ասում։ Նույնիսկ վերացական։ Նույն Գյումրիում եւ նույնիսկ Հայաստան, տեսեք, օրինակ ձեր հարցին հետեւյալ ձևով պատասխանեմ։ Եթե այսօր ընտրություններ տեղի ունենար, անկախ նայած ինչքան ուժ է մասնակցում այդ ընտրությունին, 10, 15 թե 30, մոտավորապես այս պայդությամբ 5 ուժնա որ անցողի կա։ 5 ուժնա որ անցողի կա։ Բայց առաջատարը Փաշինյանի ուժն է, բոլոր սոցհարցումներով։ Առաջատարը, բայց ոչ մեծամասնությունը։ Եթե օրինակ հոկտեմբերին ինքը մեծամասնություն է ստանում, հիմա ինքը այլևս մեծամասնություն չի ստանում։ Դա շատ կարևոր է արձանագրել, որովհետև ասում եմ, վարկանիշը կրկնակի անկում ապրել, այլևս մեծամասնություն չի ստանում։ Բայց 5 ուժ է այսօր։ Եթե նույնիսկ ասենք 100 ուժ էլ մասնակցի, 5 ուժ է որ առաջատար է, բայց մեր տեսանկյունից այս գործընթացը ի վերջո տանելու է նրան, որ այն փոչում, այսպես ասած, չանցնող ուժերի բարձրանալու աճելու է այն գիտակցությունը, որ պետք է համախմբվել, որպեսզի կարողանան իրական քաղաքական մրցակցություն ներկայացնեն այն 5 առաջատարների համեմատ, հա։ Դրանց անունները չեմ նշի հատուկ, հա, բայց մոտավորապես կարող եք պատկերացնել ովքեր են այնտեղ։ Այս մնացածներում, որոնք շատ են, մոտավորապես ձեզ ասում եմ 15 ուժ եւ անհատ կան այնտեղ, որոնք որոշակի վարկանիշ ունեն եւ ընտրությունների հետելնի որոշակի ձայներ կհավաքեն, հա, եւ ընդ որում իրական ընտրությունների ընթացքում ես կարող ավելանալ։ Իրանց ներսում գիտակցությունը աճելու է, որ պետք է համախմբել։ Եվ այս համարը համոզված եմ, որ այդ համախմբումը տեղի կունենա, եւ եթե մեր ազգային ժողովում 6 ուժ լինի, դրան ոչ մի վատ բան չկա։ Իսրայելում 12 է, Գերմանիայում 5 կամ 6 է պարբերաբար, խորհրդանական համակարգում 5 կամ 6 ուժը նորմալ է։ Կապ չունի ինչքան է մասնակցում, կարևորը ինչքանն է անցնում, քանի որ կա 4%-անոց շեմ, իսկ դաշինքների համար 8%-անոց շատ ավելի բարձր շեմ է, հա։ Դա նշանակում է, որ ի վերջո ազգային ժողովում հայտնվելու են այն ուժերը, որոնք իրական կարողություն ունեն, հնարավորություն ունեն, հանրային համարում եւ վարկանիշ ունեն կառավարմանը մասնակցելու համար։ Հիմա վերադառնալով դարձյալ խաղաղության պայմանագրի հետևյալ կետին, այո, տեսեք, պարոն Չալաբյան, հնարավոր է մի իրավիճակ, որ Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ուժ չտեղակայի, բայց օրինակ հայ-թուրքական սահմանին տեղակայի։ Թե այս համաձայնությունը ավտոմատ բերելու է ժամանակի ընթացքում, որ Հայաստանը նաև Գյումրու ռազմաբազայից ձերբազատվի։ Ես չգիտեմ դուք անկի եք անդադ վերադառնում այդ կետին, որովհետև իմ կարծիքով ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Հա, դուք գալիս եք այդ կանխավարկածից, որ ընդհանրապես չի ստորագրելու։ Իհարկե չի ստորագրվելու, պատրանք է, որովհետև եթե պայմանը դրված է, որ դուք պետք է սահմանադրությունը փոխեք, որպեսզի ստորագրենք, ես արդեն բացատրեցի, սահմանադրությունը անհնար է փոխել։ Փաշինյանի ասած տրամաբանությամբ, այդ իր ասած իրական Հայաստանի, իսկ իրական կեղծ Հայաստանի տրամաբանությամբ, հնարավոր չի փոխել, մարդիկ չեն վստահում դրա։ Դա դե բաստորեն ստացվում է Նիկոլ Փաշինյանը 26 թվականին ժողովրդի վրա ծախելու բան չի ունենում։ Հիմա էլ չունի 26 թվականին էլ առավել եւս չի ունենալու։ Հələ Փաշինյանը պետք է այս գարունը կարողանա ընդհանրապես ասած քաղաքականապես վերապրի։ Որտեւ եթե Ալիևը ռազմական էսկալացիա սկսի, այս ամեն ինչից հետո, այդ որ դուք ասում եք, ինչ պետք է Փաշինյանը վաճառի, ինչ պետք է ասի ժողովրդին դրանից հետո։ Ինչ պետք է ասի, նույնիսկ ժողովուրդը դնենք մի կողմ։ Իրա այն ԿՊ-ական падգամավորներին ինչ պետք է ասի։ Արցախ հանձնելուց հետո ինչ ասեց, պարոն Չալաբյան։ Արցախը, տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, Արցախը Ջերմուկի դիրքերը կորցնելուց հետո ինչ ասեց, Կիրանցի դիրքերը կորցնելուց հետո ինչ ասեց, նույնը։ Ամեն անգամ, չէ, տեսեք, ամեն անգամ հաշվի առեք, ամեն անգամ ինքը հասարակության մի որոշակի շերտի աջակցությունը կորցնելով գնում է։ Դուք հիշեք, որ Փաշինյանը երբ որ եկել է, նա ամենասկզբում ունեցել է համարյա 80%-անոց աջակցություն։ Հիմա այդ 80%-ից կոպեկներ է մնացել։
այդ իր քաղաքական կապիտալը անընդհատ վատնվում է, այդ ամեն սուտ ու կեղծիքը գին ունեն։ Ամեն անգամ, երբ որ Փաշինյանը խափում է մեր հասարակությանը, այդ հասարակության ինչ որ մի մասը սկսում է ի վերջո քննադատաբար գնահատելով նրա խոսքերը դուրս գալ նրա այդ գիպնոզի տակից։ Դրա համար է իր վարկանիշ այդքան ընկել, դրա համար է նա խուճապի մեջ, դրա համար է նրա իշխանությունը հոգեվարքի մեջ, դրա համար են տարբեր տեսակ փաշինյանական կերպարներ, որոնք միշտ Փաշինյանի կողքն են եղել։ Հիմա մեկ է բոլորը Փաշինյանի քննադատ են դառել, դուրս են գալի եթեր Փաշինյանի դեմ են խոսում, հատուկ անուններ չեմ ուզում նշեմ, բայց հասկանում եք, չեմ ասում։ Արցախի պատերազմից հետո ես լսում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, բայց ես այդ հոգեվարքը այդպես էլ չեմ տեսնում։ Փաշինյանը մի տարուց ավել չի կառավարելու։ Մի տարուց ավել չի կառավարելու։ Ոչ թե ասում եմ մի տարի կկառավարի։ Դրանից ավել չի կառավարելու։ Այդ է, այսպես ասած, իր ֆինիշային ու բանը։ Պարոն Չալաբյան, կդիմի Ադրբեջանը էսկալացիայի, եթե Հայաստանում անցկացվում են հայ-ամերիկյան զորավարժություններ, ամերիկյան զինտեխնիկա է տեղափոխվում Հայաստան։ Տեսեք, հարցը ավելի ընդարձակ դնենք։ Նախ դա ոչ մի հայ-ամերիկյան զորավարժություններ չի, խաղաղապահ ուժերի բան է, հա, խաղաղապահ ուժերի զորավարժությունն է, ոչ թե ռազմական ուժերի։ Բայց ինչու է ամերիկյան կողմը զինտեխնիկա տեղափոխում Հայաստան։ Բայց ինչ զինտեխնիկա տեղափոխում, գիտեք, ինչ զինտեխնիկա է։ Զրահապատ մեքենաներ են եւ շտապօգնության մեքենաներ են։ Ընդամենը զրահապատ մեքենաներ եւ շտապօգնության մեքենաներ։ Իդեպ այդ զորավարժությունները նախորդ տարի էլ է եղել։ Զառում է տեղի ունենում, որտեղ խաղապահ ուժերի մեր բանն է, այսպես ասած, ռազմակայանն է։ Խաղապահ ուժերի զորավարժությունը տեղի ունենալու, ուստի պետք չի գերագնահատել այդ զորավարժության դերը։ Բայց վերադառնալով ձեր հարցին, ուզում եմ ասեմ հետևելը։ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի կդիմի այն դեպքում, եթե հասկանա, որ այդ էսկալացիան ունի հաջողության շանս։ Ադրբեջանը ինչի՞ մեն իդեպ ասեմ, Զալիևը թեև իր ամուր ռազմաշունչ ռետորաբանություն, իրական ծայրահեղ վախկոտ եւ զգուշ անձ է։ Նա անում է մենակ այն, ինչ հաստատ գիտի, որ կարա հաջողության հասնի եւ ոչ մի նենց բան, որը գոնե ինչ որ մի հատ հավանականություն ունի հետ խփելու իրան բումերանգի պես չի անում այս ընթացքում։ Դա օրինակ անցյալ տարի ոչ մի էսկալացիա չի դիմել։ Իսկ հիմա կդիմի որ դեպքում պետք է հասկանալ, որտեղ է այսպես ասած հաշվեկշիռը խախտվում, հա։ Նա ռազմական էսկալացիայի կդիմի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա։ Ինչի, որովհետև այս ամբողջ ընթացքում Իրանը աներկբա հստակ ուղերձներ է տալիս, որ Սյունիքի նկատմամբ հարձակումը նա կընկալի որպես իր նկատմամբ հարձակում։ Նա ասում է անընդհատ դրա մասին եւ լուրջ է ասում։ Իրանն էլ այդ ռազմական ռեսուրսները ունի, որպեսզի Ադրբեջանին մեղմ ասած պատժի դրա համար։ Եթե հայկական կողմը չի խնդրում, որ Իրանը միջամտի, պատժելու է թե ոչ։ Կապ չունի։ Իրանը եթե անհրաժեշտ համարի կմիջամտի, որովհետև Իրանը հասկանում է, մանավանդ Սիրիայում կրած շատ ծանր պարտությունից հետո, որ եթե նա Հայաստանի հարցում եւս տեղի տա, ըստ էության նա այս թուրք-իսրայելա-ադրբեջանական տանդեմին ֆունդամենտալ պարտություն է կրելու եւ մեկուսանալու ամբողջ տարածաշրջանը մեկուսանալու։ Իրանը դա շատ լավ հասկանում է։ Եվ այդ իմաստով նա ոչ թե Հայաստանի համար է կռվելու, Հայաստանը իրան ընդհանրապես առանձնապես չի հետաքրքրում։ Նա հասկանում է, որ ինքը պետք է կռվի տարածաշրջանում մեկուսացումից խուսափելու համար։ Շատ կարևոր է հենց իր համար։ Եվ նա դա կանի, եթե դրա հնարավորություն ունենա, բայց չի անի, եթե այդ ժամանակ նա հայտնվի ամերիկյան հարվածի տակ։ Շատ հասկանալի է, որ այսօր Ալիևը հենց դրա համար է սպասում։ Նա տեսնում է, ինչ էսկալացիա է տեղի ունենում Եմենում, ամերիկյան եւ Եմենի այդ Անսար Ալլահի զորքերի միջև։ Նա տեսնում է ինչ է տեղի ունենում Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև։ Նա տեսնում է ինչ է տեղի ունենում Իսրայելի եւ Սիրիայի միջև, Սիրիայում ալևիների եւ սունիների միջև եւ այլ։ Նա հասկանում է, որ բարենպաստ իրավիճակ է առաջացել, որում Իրանը կարող է կաշկանդված լինել։ Այս ամբողջ ռետորաբանությունը Ալիևի ոչ այդքան Հայաստանի հետ է պայմանավորված, ինչքան Իրանի թուլացման հնարավոր։ Եթե Իրանը կարողանա դիմագրավել, առավել եւս եթե Ռուսաստանը եւ Չինաստանը կարողանան Իրանի մեջ կպահել այս սիտուացիան, իսկ ես տեսնում եմ, որ հակված են, բայց մինչեւ վերջ ամեն ինչ չգիտենք, բայց տեսնում ենք, որ հակված են, ապա այդ դեպքում Ալիևը ստիպված կնի ռետորաբանությունը նվազեցնել։ Եթե տեսնեմ, որ Իրանը թուլացած է եւ Հայաստանը միայնակ է դեմ հանդիման մնալու, գուցե գնա էսկալացիայի։ Ես կարծում եմ, որ շատ պետք չի սպասել, այս գարնան ընթացքում մենք այդ ամեն ինչը կտեսնենք, իրականում տա Աստված, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը իսկապես ճանապարհ գտնեն խաղաղության, որովհետեւ եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը Հայաստանի գործընկերներն են, իհարկե տարբեր գործընկերներ են, եւ Հայաստանը միայն օգտվում է նրանից, երբ որ այդ գործընկերները կարողանում են իրար հետ ընդհանուր լեզու գտնել, հաշտության եզրեր, եւ տուժում է այն դեպքում, երբ որ այդ գործընկերները սկսում են իրար հետ գնալ հակամարտության, որովհետեւ դրանից բնականաբար շահում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Մեզ շատ պետքա ծայրահեղ պետք է իրականում, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը կարողանան որոշակի ընդհանուր եզր գտնել, ավելին ձեզ ասեմ։ Եթե ես հիմա լինեի իշխանության, ես ամեն ինչ կանեի, որպեսզի միջնորդեի
որովհետեւ կարողանայի օգնել Միացյալ Նահանգներին եւ Իրանին այդ հաշտության եզրը գտնել Հայաստանի ուղիղ շահերից է բխում։ Իսկ Ռուսաստանի մասին ինչ կասեք ստեղծված իրավիճակում։ Ռուսաստանի մասին տեսեք մի քիչ բարդ է, որովհետեւ Ռուսաստանը մի կողմից Իրանի հետ ունի ռազմավարական համաձայնագիր, տարածությունն վերջերս կնքած է եւ դա պարտավորեցնում է նրան Իրանին աջակցել, բայց մյուս կողմից հիմա ինքը ունի նաեւ խնդիր Ուկրաինայում պատերազմը իր համար բարենպաստ պայմաններով ավարտել եւ դա բավական բարդ դինամիկա է բերել, որովհետեւ ես ենթադրում եմ, որ ամերիկացիները Ռուսաստանի առաջ նաեւ պայմաններ են դնում Իրանի հետ կապված։ Այսինքն ասում են, եթե դու ուզում ես Ուկրաինայում ստանաս այն ինչ որ ուզում ես ստանաս, Իրանի դեպքում դու պետք է տաս մեզ այն զիջումները, որ մենք ենք ուզում ստանանք։ Այդ իմաստով է շատ բարդ դարձել մեր տարածաշրջանը, հասկանում եք, որովհետեւ խաղացողների թիվը ահավոր մեծացել է։ Եթե նախկինում օրինակ մենք միշտ ասում ենք հավաքական արևմուտք, չէ՞, հիմա էլ հավաքական արևմուտք գոյություն չունի։ Միացյալ Նահանգները առանձին են խաղում, եվրոպացիները առանձին, թուրքերը առանձին, Իսրայելը առանձին, Ռուսաստանը առանձին, Չինաստանը առանձին, Իրանը առանձին եւ իրանց միջև տակտիկական ալյանսներ են առաջանում, բայց կարող է սիտուացիա առաջանա, երբ որ օրինակ Իրանը եւ Ռուսաստանը հայտնվեն տարբեր բևեռներում, որ մեզ պետք չի բնականաբար։ Ցանկալի է, որ իրանք նույն բևեռում լինեն, կանխատեսելի լինեն, մենք հասկանանք իրանք ինչ են ուզում, որովհետեւ մենք բոլոր դեպքերում փոքր ուժ ենք, հասկանում եք, այդ մեծ ուժերով շրջապատված։ Մեր համար կանխատեսելիությունը շատ կարևոր է։ Այդ իմաստով իրականում օբյեկտիվ նաեւ անկախ Հայաստանի ներսի իրավիճակից մեր համար ընդհանուր աշխարհական վիճակը բարդացել է հիմա։ Այդ վիճակում ավելի դժվար է ընդհանրապես ասած գործել, որը եւս հավելյալ մեկ անգամ սրում է անհրաժեշտությունը ունենալ կոմպետենտ կառավարություն, ոչ թե դիլետանտների կառավարություն Հայաստան, որ այդ իրավիճակին ընդհանրապես չի տիրապետում։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Ավետիք Չալաբյանն էր, ցտեսություն։